Ողջույն, ես Ստեփանավանի Ծերի Գեղինյանն եմ, այսօր 2025 թվականի հոկտեմբերի 17-ն է, ուրեմն Դատալեքս կայքի միջոցով ես տեղեկացել եմ, որ Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ Ֆիլիպ Նազարյանից իր երեխայի համար ալիմենտ բռնագանձելու պահանջով Ստեփանավան քաղաքի բնակչուհի Քրիստինե Միշայի Ջիլավյանը դատի է տվել քննիչ Ֆիլիպ Նազարյանին եւ դատը շահել է, ինչպես նաեւ Դատալեքս կայքից ես տեղեկացել եմ, որ ամուսնալուծության պահանջով քննիչ Ֆիլիպ Նազարյանը դատի է տվել Սյուզաննա Գագիկի Ավետիսյանին եւ ըստ Դատալեքս կայքում արկա տեղեկությունների համաձայն Ֆիլիպ Նազարյանը դատանում հայտնել է, որ չնայած ամուսնության գրանցմանը իրենք փաստացի երբևէ ամուսնացած չեն եղել, ամուսնական հարաբերությունների մեջ չեն գտնվել եւ համատեղ կյանք չեն վարել, հետեւաբար անհասկանալի է, որ թե ինչպես է եղել, որ եթե ԶԱԳՍ-ով ամուսնություն են գրանցում, այդ ինչպես է եղել, որ իրենք երբևէ փաստացի ամուսնացած չեն եղել, ուստի իմ դիտարկմամբ դա նշանակում է, որ քննիչ Ֆիլիպ Նազարյանը ՔԿԱԳ մարմնին, այսինքն ԶԱԳՍ-ին տրամադրել է, հայտնել է սուտ տեղեկություններ եւ ԶԱԳՍ-ին սուտ տեղեկություններ հաղորդելը համարվում է հանցագործություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 246 հոդվածի հատկանիշներով։ Նաև նշեմ, որ ես ամենևին էլ անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ չեմ հավաքել եւ չեմ հրապարակել, նկատի ունեմ Ֆիլիպ Նազարյանի անձնական կյանքի մասին, քանի որ իմ կողմից հրապարակված այս տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են Դատալեքս կայքում, այս գործերը քննվել են դռնբաց ընթացակարգով եւ սույն գործերի հանրային դիտումը Դատալեքս կայքում սահմանափակված չէ։ Նաև նշեմ, որ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար քրեական օրենսգրքի 247 հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվություն, ինչպես նաև նշեմ, որ ուրեմն ալիմենտ վճարելուց խուսափելու համար նույնպես նախատեսված է քրեական օրենսգրքի 251 հոդվածով քրեական պատասխանատվություն, ուստի այն կանայք, ովքեր որ տուժել են քննիչ Ֆիլիպ Նազարյանի գործողությունների արդյունքում, այդ կանայք կարող են դիմել ինձ, ես պատրաստակամություն եմ հայտնում քննիչ Ֆիլիպ Նազարյանի գործողություններից տուժած այդ կանանց իրավունքները պաշտպանելու համար անշահախնդիր կերպով անվճար բողոքներ գրել քննիչ Ֆիլիպ Նազարյանի դեմ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Վերջում եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ես ամենևին էլ Ֆիլիպ Նազարյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ չեմ հավաքել եւ չեմ հրապարակել, քանի որ իմ կողմից հրապարակված այս բոլոր տեղեկություններն արդեն իսկ հրապարակված են Դատալեքս կայքում, ասեմ ավելին, այս բոլոր քաղաքացիական գործերը իմ կողմից վկայակոչված քննվել են դռնբաց ընթացակարգով եւ սույն գործերի հանրային դիտումը Դատալեքս կայքում սահմանափակված չէ եւ ես հրապարակում եմ բաց աղբյուրներում տեղադրված տեղեկությունները։